Եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Օրինաց երկիր կուսակցությունը պաշտոնից հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, նշելով, որ նման որոշում կայացվել է նախօրեին կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Մենք նիստում քննարկել ենք ոլորտում տեղի ունեցած անկումը, դա պայմանավորված է մեծապես ֆինանսատնտեսական ճգնաժամով ու բնակլիմայական պայմաններով։ Մենք կայացրել ենք քաղաքական վճիռ հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին նոր որակի պահանջի ներկայացմամբ, ասաց Արթուր Բաղդասարյանը։ Այն հարցին, թե արդյոք նախարարին հետ կանչելը կուսակցության նկատմամբ ճնշումներով է պայմանավորված, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. Մենք գտնվում ենք մեր գործընկերների հետ քաղաքական երկխոսության դաշտում։ Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար այդ որոշումը ես քննարկել եմ նաև նախագահի հետ։ Գյուղատնտեսության նոր թեկնածուի անունը հայտնի կդառնա ամանորի տոնից հետո։ Կան մի քանի թեկնածուներ, որոնց անունները հիմա չեմ կարող տալ։ Նրանց առաջադրումը որոշակի ժամկետ ու քննարկում է պահանջում, ասաց Բաղդասարյանը։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Կապանի ավականին երկուշաբթի կայացած նիստում հաստատել է 2011 թվականի բյուջեն։ Բյուջեն հաստատելուց հետո համայնքի հատկացող դոտացիան կազմել է 555 միլիոն 80,100 դրամ։ Նոր ձեռքբերումներ Կապանի բժշկական կենտրոնում եւ համայնքի թաղամասերում։ Հիվանդանոց համար վերջին նախաձեռնություններ, ասեմ, որ սա նաև մեր ձեռքբերումն է, մեր Կապանի ժողովրդի ձեռքբերումներ, որովհետև արդեն մենք հիվանդանոցում ունենք կենտրոնացված թթվասնի մատակարարման համակարգ։ Մարզի թիվ 1 տոնածառը արդեն լուսավորվել է։ 3, 2, 1, գնացի! Կապանի ավականին այսօր գումարել է 2010 թվականի վերջին նիստը, որտեղ օրակարգի հիմնական հարցը եղել է գալիք տարվա ֆինանսական փաստաթղթի բյուջեի հաստատումը։ Ավականին նաև սահմանել է տեղական մի շարք վարձավճարների չափերը։ Իդեպ, նոր ուսումնական տարում բարձրանալու է նաև նախակրթարանների վարձավճարի չափը։ Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Կապանի ավականու վերջին նիստը, որը վարեց քաղաքապետ Արտուր Աթայանը։ Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը Արտուր Աթայանը ամփոփեց 2010-ը եւ շնորհավորեց Գալիկ Ամանորը։ 2010 թվականին մեր համայնքի բարեն պաստել եւ նորմալել մենք ձեր ֆինանսային հարցեր ու ծրագրեր ինչ-որ համացել ենք, կարծես թե բոլորը հասցրել։ Կարելի է համարել, որ 2010 թվականը Կապանի համայնքի համար նորմալ տարի, որի համար նաև բոլորի շնորհավորում եմ նաև տարի 2010-ին ցանկանում եմ ձեր բոլորի ընտանիքների հայտարարություն նաև ֆինանսի համատեղ 2011-ը ավելի լավ Ավականու վերջին նիստի օրակարգում ընդգրկված էր 14 հարց։ Ավականին հաստատեց համայնքի զարգացման քառամյա ծրագրում տեղ գտած փոփոխությունները եւ 2011 թվականի ծրագիրը։ Սահմանվեց տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը։ Գովազների 1 քառակուսի մետրի համար 20% պարունակող գինիների դիվանների գովազդի համար ավելացրել ենք 200 դրամ, 20%-ից ավելի դեպքում ավելացրել ենք նորից 200 դրամ, 1 մետր քառակուսու մասին խոսքը։ Գովազդան չենք ավելացրել, այլարտակին 200 դրամը դահասիկան այնտեղ պրոպորցիոնալ 200 դրամ ավելացրել ենք, բյուջեն ինչ-որ չափով համարվելու նպատակն է։ Եվ մենք էլ փոխել ենք տեղական տուրքերում, որովհետև չափադրությունների համար 5000 դրամ, 3000 դրամը 2000 դրամով ավելացրել ենք։ Հասցեավորման համար 1000 դրամ էր նախկինում, սարքել ենք 2000 դրամ, սա է համեն տեղական տուրքերի փոփոխություն, մնացած բոլոր տեղական տուրքերի մնացած բոլորը մնացել ամեն չափի։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ բոլոր տուրքերը սահմանային են վերնող պարաններ, սահմանային են, ասենք օրենքով թույլատրելի սահմանային են, տեղ չկա վերացնել կարելի։
Հաջորդ ուսումնական տարում Կապանի ավականու որոշմամբ նախակրթարան հաճախող երեխայի ամսական վարձաչափը 3000 դրամի փոխարեն կլինի 4000 դրամ։ Պրոցեսը արդեն մոտերկան ասանք ուսումնասիրում ենք և ծնողների կողմից չկան, ասենք այդպիսի ասենք տարազայնություններ, համապատասխան ասենք դարձիկներ, բոլորներն համաձայն են, վճարը նորմալ է, բացի այդ նաև այն ընտանիքները, ովքեր որ հնարավորություն չունեն, ասենք վճարելու այդ գումարը, մենք ունենք դեպատուկ բաժին, որ զբաղվում են դրանով և մենք մեր հովանավորների միջոցով այդ գումարները բոլոր վճարում ենք, այսինքն էական ծրից որը ծառայություն իրենք չեն ունենալու 4000 դրամ իրական վճարել են մարդիկ ովքեր որ ունեն հնարավորություն, իսկ ովքեր որ հնարավորություն չունեն միավորներ նրանց կոնզերվված է կամ մենք վճարում ենք հովանավորների միջոցով։ Մենք ուղղակի ծիֆր ենք ուզում, ովքեր որ տարստար դեպի կանացկրել ստացվեր գումարը գերազանցային ճիշտ ասում։ Եթե վաղ համարտեցման դեպքում փոխվի, մենք ոչ խնդիր ունենք։ Սա համաձայնեցված է, ասենք քննարկված է եւ դրանց լուրջ խնդիրներ այս հարցում չկան։ Ավականու նիստում հաստատվեցին համայնքի սեփականության գույքի 2010 թվականի գույքագրման փաստաթղթերը եւ Կապանի 2011 թվականի բյուջեն։ Հանրային քննարկումների ժամանակ հետո որոշակի փոփոխություններ չենթարկվել, միայն փոփոխություններ ենթարկվել պետության կողմից տրվող համարտեսման դոտացիաները, մինչև նախնական քննարկումները նախատեսված է պետական բյուջեի նախագծով 556 միլիոն 476,900 Բյուջեն հաստատելուց հետո համայնքի հատկացվող դոտացիան կազմել է 555 միլիոն 80,100 դրամ, այսինքն նվազել է 1 միլիոն 396,800 դրամով։ Եվ համապատասխանաբար մենք ավելացել ենք հետևյալ եկամտատեսակների այդ տարբերությունը 300,000 ավելացել է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպող թույլտվության համար 300,000 ավելացել է պետական տուր նոտարակից 200,000 և մնացած գումարը 830,000 ինքնական շինությունների օրինականացման այդ գումարներն է ավելացել, որպեսզի մեր 2011 թվականների նախատեսված նախագիծը բյուջեի կազմում է 887 միլիոն 238,400 դրամ։ Նիստից անմիջապես հետո քաղաքապետ Արտուր Աթայանը եւ ավականու անդամները մասնակցեցին Մուշեղ Հարությունյան թաղամասի նոր խաղահրապարակի բացման արարողությանը։ Այս հրապարակի առանձնահատկությունը նա է, որ մենք այս հրապարակի վրա չենք չարչարվել, սա արվել է բնակիչների աշխատանքի շնորհիվ, սա բավականին թանկ է ինձ համար, որովհետև առաջին անգամն է, որ մենք ընդհանրապես ոչնչով չենք զբաղվում եւ մի թեթև ֆինանսավորում ենք եւ աշխատանքը գնում ենք։ Շնորհավորում եմ ձեզ, սա մեր փոքրիկ նվերն է ձեր երեխաներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Բաքվի բոլոր մարդկանց, մասնավորապես իմ գործընկեր, իմ լավ ընկեր Մովսես Միքայելյանին, որի անմիջական ջանքերով այս հրապարակը կառուցվեց, ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր որ մասնակցեցին այս աշխատանքներին։ Կյանքի է կոչվել մի այնպիսի բարեկարգման ու բարենորոգման ծրագիր, որը այսուհետև օգտակար է եւ նեցուկ լինի սկսած մանկահասակ երեխաներից մինչև մեծահասակներին։ 1975 թվականից սկսած իր նախադեպը չի ունեցել նման ոչ մի ծրագիր, եւ այդ կապակցությամբ մենք բոլոր բնակիչներս խորին շնորհակալություն ենք հայտնում։ Ուզում եմ հայտնել պարոն քաղաքապետին եւ համաբնակիչ գործարար Մովսես Միքայելյանին իրենց լուրջ եւ մեծագույն աջակցության համար։ Նորակառույց խաղահրապարակը իր գույներով, տեսքով ու ճոճանակներով չի զիջում մյուս խաղահրապարակներին, այն ուրախացրել է եւ մեծերին եւ փոքրերին։ Շատ ուրախ ենք, իրոքից գեղեցկացել է մեր բակը, դե երեխեքի համար սա ուրախություն է։ Մի պրոբլեմ, որ տուն չեն կամել տանենք, իմ թորնիկն էլ էստեղ խաղում է, ես էլ ուրախ եմ։ Քաղաքապետ Արտուր Աթայանը խաղահրապարակի բացման արարողությունից հետո մասնակցեց նաև Սպանդարյան փողոցում իր հովանավորությամբ կառուցված Ազատ ժամանցի սենյակի բացման արարողությանը։ Կապանի հիվանդանոցում տեղադրվել է թթվասնի կենտրոնացած համակարգ։ Այն կյանքի է կոչվել Dino Gold Mining Company-ի աջակցությամբ։ Ի դեպ, ընթացիկ տարում ընկերությունը մեկ անգամ